արթնացրեցի մամ։ Չեմ որ ես քնած չէի, ուղղակի աչքս կպավ։ Էլի ամբողջ գիշեր անկողին չես մտել։ Սպասում էի Յուլիային քնացնես գաս, մեկ էլ տեսա քնած ես։ Ես էլ չեմ զգացել, թե ոնց եմ քնել։ Դե քանի գիշեր անկողին չես մտել, բա ինչ էիր ուզում։ Յուլիան էլ չի դիմանում մամ։ Գիտեմ, երեք ամբողջ օրը լաց էր լինում։ Քնելուց էլ էր լաց լինում։ Մետո ձեռքս բռնեց ու քնեց։ Հետո լան ուրիշ ժամանակ չէր ուզում, որ մենք Յուլիայի մոտ մնայինք, Յուլիան մեզ հետ շփվեր։ Ես հիմա գնացել ա ու չկա։ Ավելի լավ։ Հա, բան չեմ ասում։ Ուղղակի զարմանում եմ։ Ու ուզում է լինի։ Մենակ թե չհայտնվի էլ։ Հենց էտա։ Երբ կուզենա, այն ժամանակ էլ կհայտնվի, երբ երեխայի մասին հիշի։ Ետ իրա գործնում եմ։ Ալբերտը ախր ասում էր։ Ասում էր։ Լավ, դու էդ ասա։ Երեք ինչ էր քանի չասում։ Ինչ էր կանչել։ Ուզում էր իմանար, թե Ալբերտն ու Արմանը ինչ հարաբերությունների մեջ են։ Մենակ թե չասես, որ Արմանին են կասկածում։ Նման մի բան։ Ավելի անհեթեթ բան ես չեմ պատկերացնում։ Արմանին արդեն ձերբակալել են։ Ինչի համար։ Դե կասկածներ ունեն։ Բայց դե ոչ մի ստույգ բան չկալ է։ Բայց ոնց։ Բան չկա մամ։ 72 ժամից ավել պահելու իրավունք չունեն։ Բայց եթե կասկածները ապացուցվեց, դա այդ ուրիշ հարց է։ Ես չեմ հավատում։ Ես էլ։ Կոֆե կխմես բալես։ Հա, մամ, կարելի է։ Հա, երեք չասեցի չէ ով էր եկել։ Ով։ Հոր եղբայրդ։ Ինչ հոր եղբայր, մամա։ Ինչ ես հոր եղբայր ունեմ։ Դե հա, ճիշտ ասած հարազատ չի, բայց այստեղ ունես։ Բան չեմ հասկանում, Ալբերտից ոչ մի բան չի ասել։ Հա չի ասել, որովհետև շփում չկար։ Իսկ հիմա Ռաֆայելը հատուկ եկել է, որ մեզ օգնի, Ալբերտին գտնենք։ Դե Սուրոյի եկանք էլի, պիտի մի անգամից գնային Լևոնի մոտ։ Չէ, ար, իզուր չեկանք։ Եթե հիշում ես Լևոններ ասաց, որ իմաստ չունին կողքին մնալը։ Հա, բայց ոնց եք մարդուն մենակ թողնել։ Ախր ես մենակ թողնում, եթե մատ մտար դպրոց, նոր գնաց Լևոնստուն, ի՞նչ է դրանից փոխվելու, կարաս ինձ ասես։ Սուրո Շեկոյանը։ Ահո, քաշվանք։ Սոֆա, սրանք Անժելայի դասարանի անամոթները չէ։ Այո, Պետրոսյանի դասարանից են։ Տղա, այստեղ եկեք։ Մոտեցեք։ Ես չեմ հասկանում, ես ինչ է, զբոսայգի եք եկել։ Ոչ։ Իսկ ինչու է ինձ մոտ այնպիսի տպավորություն, կարծես դուք զբոսայգի եք եկել։ Ճեմելով, զրուցելով գալիս եք։ Կգնանք էլի դպրոց, հա։ Կներեք Տիկին Շեկոյան։ Կներեք։ Արագ դասարանացեք։ Նշիր Սոֆա այդ անամոթների անունները նշիր։ Սա է չէ Անժելայի դասարանը։ Բարև ձեզ։ Բարև։ Ուշանում ես եւ դեռ հանդգնում ես ինձ հետ խոսել, հա։ Ինչպես եք Տիկին Շեկոյան։
Տիկին Շեկոյան, տարվա մեջ գոնե մի անգամ կարելի է ուշանալ։ Արագանցիր դասարան։ Եթե չճանաչեի, միևնույն է կհասկանայի, որ Անժելայի դասարանի աշակերտներն են։ Գնացինք։ Շեկոյանը ստեղա միջանցքում։ Պետրոսյանը ինչ ասեց։ Ասեց, որ 10 րոպե կուշանալուր նստում ենք։ Դե մի ձեն չլսվի երեխեք։ Երեխեք նորություն կա։ Չէ, Միլջան։ Արդեն վախանում եմ։ Աստված չանի իհարկե, բայց մտքովս լավ բան չի անցնում։ Որ ճիշտ ասեմ, մեր մտքով լավ բան չի անցնում։ Այս դլյովի մոտ ձեն չենք անում։ Ճիշտ եք անում։ Սեթ, Հալիլ ջան, երևի երեք լավ ծիծաղեցիք, չէ՞ վրաս։ չէ, ինչից եզրակացրեցիր։ Որ իմանայի անգույնը ձեր տանն է, հաստատ չէի գամ։ Ուղղակի քեզ մոտիկ համարեցի, դրա համար էլ եկամ։ Բայց դու ինչ ես քեզ վատ զգում։ Ոչ ես, ոչ առավել եւս Միլենան, դրա մեջ ոչ մի վատ բան չենք տեսնում։ Առհասարակ այդ անգույնի կարծիք ինձ չի հետաքրքրում։ Լավ է Լիլիլ։ Սեթ հիմա էլ կասես, որ բան չի եղել։ Տես լյովելի դասի չի եկել։ Լիլ, թե այդքան շատ ես անհանգստանում, գնա Արամենց հարցրու։ Որ դու չես ասում, իրանք հաստատ չեն ասի։ Ախպերս ես մոդդ խրոնիկական տխրություն է։ Սա ինչով օգնենք, ինչով խցնենք քեզ այ ախպեր։ Չէ, ամիշ նորմալ է, մերսի։ Բարև ձեզ նստեք։ Կներեք երեխեք որոշած։ Ես տենց էլ գիտեի, էլի։